Ողջունում եմ բոլորին, Ժողովուրդ ջան, ես շարունակում եմ այս նոր պրոյեկտը, յուրաքանչյուր շաբաթվա սկզբին ես տալիս եմ հաջորդ շաբաթվա ուրեմն կանխատեսումը ըստ օրերի, ըստ էներգիաների, որ เป զի դուք ավելի տեղեկացված լինեք էներգիաների շարժին, իմանաք թե տվյալ օրը ինչպիսի էներգիաներ է կրում, ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել, ում համար է ավելի բարենպաստ, ում համար ոչ այնքան եւ ընդհանրապես սա ձեզ կօգնի կատարել ճիշտ պլանավորում, իսկ այլ կերպ ասած հայտնվեք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, որովհետև բոլորս գիտենք, եթե մենք անում ենք գործողություն ճիշտ ժամանակին, գործողություն ճիշտ տեղում, այսպես ասած, ապա դա տալիս է շատ մեծ արդյունք եւ ունենում ենք հետագայում հիանալի ուրեմն ձեռքբերումներ, սա բավականին մեծ հնարավորություն է նաև բոլորի համար, որովհետև 2026 թվականը համարվում է տուրբուլենտ տարի, ընդհանրապես 26-27 թվականները դրանք տուրբուլենտ տարիներ են, դրա մասին բավականին շատ խոսել եմ իմ նախորդ վիդեոներում, եթե դեռ չեք դիտել, ապա անպայման անցեք, դիտեք 26 թվականի վերլուծությունը եւ նման ձևով շարժվել է տարվա ընթացքում, այսինքն իմանալ թե էներգիաները ինչպիսին են օրվա ընթացքում, շաբաթվա ընթացքում, ամսվա ընթացքում, ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել եւ այլն, սրանով դուք կարող եք մշակել որոշակի ռազմավարություն։ Իսկ եթե ունեք ռազմավարություն, ապա արդեն կա որոշակի կոնկրետացում, որոշակիություն ձեր կյանք, այլ ոչ թե անորոշություն, հա։ Ու սրանով դուք կարող եք արդեն իսկ ունենալ մեծ արդյունք։ Եթե իհարկե հետևեք այս ամեն ինչին ու սկսեք օգտագործել այն ինֆորմացիան, ինչը ես ձեզ տրամադրում եմ։ Հիմա, եթե դեռ չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենթանակերպի տարում եք դուք ծնվել, ապա լավ կլինի, որ անպայման սկանանեք այս QR կոդը, որից հետո ձեզ մոտ կբացվի նման պատուհան, այստեղ դրացնում եք ձեր ծննդյան տվյալները, օրը, ամիսը, տարին եւ ժամը, եթե գիտեք, եթե ոչ բաց եք թողնում, ընտրում եք սեռը եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո կբացվի այն նման պատուհան, հա, որտեղ կլինեն շատ հիերոգլիֆներ, կենթանակերպեր, ստեղից շատ կարևոր է նայել այ օրվասյան վերևի հատվածում եղած հիերոգլիֆը, ներքևում գրված է, հա, որ էլեմենտին է վերաբերվում, օրինակ այս օրինակում սա մետաղ-յան է, ձեր պարագայում կարող է լինել փայտ-ին կամ կրակ-յան, հա, սա շատ կարևոր է, որովհետև սրա հիման վրա ես տալիս եմ շաբաթվա վերլուծությունը եւ գումարած դրան լավ կլինի իմանանք ձեր ծննդյան տարվա կենթանակերպը, իսկ տարվա կենթանակերպը նայում եք այստեղ տարվասյան ներքևի հատվածում, հա, գրված է, թե որ կենթանակերպի տարում եք դուք ծնվել։ Սա բազիկ հարթն է ներկայացնում, բազին դա շատ խորը, ուրեմն ինֆորմացիա իր մեջ պարունակում, չինական մետաֆիզիկայի ուղղություններից է, ես բազին ինքը շատ եմ սիրում, շատ եմ օգտագործում, սկսել եմ չինական մետաֆիզիկա ուսումնասիրել հենց բազից, այնուհետև անցել եմ ֆենշույ եւ ցիմեն, ամեն դեպքում բազին ինքը բավականին խորը ինֆորմացիա ունի իր մեջ եւ իմ վերլուծություններում, խորհրդատվությունների ժամանակ ես բազի օգտագործում եմ շատ։ Հիմա, եկեք անցնենք, մինչև առաջ անցնելը, նորից հիշեցնեմ, որ եթե դեռ չեք բաժանորդագրվել, եթե դեռ չեք սեղմել լայք կոճակ այս վիդեոյի ներքևում եւ չեք կիսվել ձեր շրջապատում, ապա անպայման արեք այս 3 գործողությունները, դրանով դուք կհաղորդեք ինձ դրական մեծ էներգիա եւ դրա դիմաց ես կկարողանամ ել ավելի շատ մոտիվացվել եւ ձայնագրել նոր վիդեոներ, օգտակար վիդեոներ, որոնք ձեզ կտան հնարավորություն ծանոթանալ մետաֆիզիկային, ճիշտ մետաֆիզիկային, մաքուր մետաֆիզիկային, առանց որևիցե այլ բաների, հա, այսպես ասած, եւ օգտագործելով այս ինֆորմացիան դուք կգրանցեք հիանալի արդյունքներ։ Հիմա, քանի որ դեռ մենք գտնվում ենք փետրվար ամսվա մեջ, իսկ ըստ չինական օրացույցի ամիսը չի փոխվում հենց ամսվա 1-ին, այլ տարբեր են, հա, մի փոքր։ Օրինակ, մետաղական վագրի ամիսը, որը փետրվար ամիսն է, շարունակվելու է մինչև մարտի 4-ը, եւ մինչև մարտի 4-ը մենք գտնվելու ենք մետաղական վագրի էներգիաների տակ։ Մետաղական վագրը արդեն ինչպես տեսնում եք, հա, ունենք մետաղի եւ փայտի էլեմենտի առկայություն, բնականաբար այստեղ կա մի փոքր բախում,
Սա բերում է իր հետ տրանսֆորմացիա, բերում է փոփոխություն, եթե ձեր անհատական էլեմենտը մետաղն է, ավելի կոնկրետ մետաղյան, սա ձեր հենց անձնային էներգիան է, հա, ամսվա մեջ, այսինքն հնարավոր է ամսվա մեջ դուք հանդիպեք որևիցե անձնավորության, որը ունի նույն մտածելակերպը, նույն հետաքրքրությունները, հա, միգուցե լավ համագործակցություն ստացվի ձեր մեջ, դուք կարողանաք միասին ինչ-որ իդեաներ գեներացնեք եւ ուրեմն սկսեք որևիցե հետաքրքիր նախագիծ, հա, շատ կարեւոր է։ Եթե ձեզ մոտ կրակի էլեմենտն է, ապա ամսվա մեջ եկել է ձեր անհատական էլեմենտ, եթե ձեր անհատական էլեմենտը կրակն է, ապա ամսվա մեջ ձեր ֆինանսի էլեմենտի արկայություն կա, հնարավոր է նոր ֆինանսական հնարավորություններ, հնարավոր է նոր աշխատանքի առաջարկ կամ վաճառքների ավելացում եւ այլն։ Եթե ձեզ մոտ ջրի էլեմենտն է, ամսվա մեջ ձեր ռեսուրսի էլեմենտի արկայություն կա, երբ որ գալիս է ռեսուրսը, ցանկալի ինչ-որ բան սովորել։ Այսինքն փետրվարը կարող եք օգտագործել որևէ գիտելիք, որևէ ինֆորմացիա ուսումնասիրելու կամ որևէ թեմա ուսումնասիրելու, նոր կուրս վերցնելու համար, նոր գիտելիք ձեռք բերելու համար։ Եթե ձեզ մոտ փայտի էլեմենտն է, փայտի էլեմենտ, եթե դուք կին եք, ապա ձեր համար տղամարդու էլեմենտի արկայությունն է, իսկ եթե տղամարդ եք, ապա վերադասի էլեմենտի արկայությունն է, որոշակի հարաբերություններ վերադասի հետ կախված նրանից, թե ինչքանով է մետաղը օգտակար ձեզ համար, հա, սա նույնպես պետք է հաշվի առնենք։ Եթե ձեր անհատական էլեմենտը հողն է, ապա հողի համար մետաղը դա ինքնադրսևորումն է, այսինքն այս ամիս մի փոքր եղեք ավելի ակտիվ, ավելի շատ շփվեք, ավելի շատ ինքնադրսևորվեք, ներկայացրեք ձեր ուրեմն ձեռքբերումները, գիտելիքի ինչով եք զբաղվում եւ այլն, հա։ Այսինքն բավականին ակտիվ եղեք սոցիումում, սա կօգնի, որպեսզի դուք լավագույնս օգտագործեք ձեր ուրեմն էներգիաները։ Եթե դուք ծնվել եք կապիկի տարում, ապա ավելացնեմ, որ փետրվար ամիսը, հա, վագրի ամիսը դա ձեր ուրեմն կործանիչի, այսպես ասած, ամիսն է, ինչու, որովհետև վագրը եւ կապիկը ունեն անմիջական բախում եւ այս ամիս ես խորհուրդ կտայի, որ դուք ուրեմն կարևոր նախաձեռնություններ չսկսեիք, չիրականացնեիք, որովհետև կա էներգիաների ուղղակի բախում եւ եթե ունեք ինչ-որ կարևոր աշխատանք, որ պետք է հենց փետրվարին սկսեք, դա լինի ճանապարհորդություն, բիզնեսի բացում եւ այլն, ապա լավ կլինի, որ խորհրդակցեք մասնագետի հետ, ընտրեք անհատական դրական օր եւ դրա հիման վրա արդեն շարժվեք առաջ։ Սա բավականին կօգնի ձեզ։ Հիմա եկեք անցնենք արդեն ուրեմն ըստ օրերի, հա, փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը ընկած հատված, տեսնենք ինչ օրեր ունենք եւ ինչ կարելի է անել ընդհանրապես այս օրերին։ Փետրվարի 23-ը ըստ չինական օրացույցի դա լիություն բնութագրով օրով է նկարագրվում, լիություն օրերը դրանք այն օրերն են, երբ որ էներգիաների մեծ ակտիվություն կա, բայց կոնկրետ այսօրը 23-ը, որը հողեղեն վիշապի օրն է, մենք ունենք երկու դրական գործողություն, որը կարող ենք անել, հա, երկու գործողություն, որը դրական է համարվում տվյալ օրվա համար։ Առաջինը դա networking-ն է, այսինքն նոր հանդիպումներ, ծանոթություններ, հանդիպեք ընկերների հետ, արդեն այն մարդկանց հետ ում եք ընկերացած եք կամ հանդիպեք նոր մարդկանց հետ ում եք կծանոթանաք ընկերանալ, հա, նման ուրեմն իրադարձության համար է օրը բարենպաստ, օրը բարենպաստ է նաև աղոթելու, հա, հոգևոր պրակտիկաների համար, օրը կարող եք օգտագործել նման բաների համար ընդհանրապես, օրը համարվում է դրական վիշապի տարում ծնվածների համար եւ ոչ բարենպաստ շան տարում ծնվածների համար եւ ֆինանսական առումով որը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը բայթ իրանն է։ Անցնենք ամսի 24։ 24-ը չինական օրացույցի հավասարակշռում բնութագրով օր է եւ էներգիաների մի փոքր այդքան էլ բարենպաստ դասավորվածություն չունենք։ Օրը հողեղեն օձի օրն է, առավել բարենպաստ է օձի տարում ծնվածների համար, հա, եւ ոչ բարենպաստ խոզի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է, փայտ in էլեմենտը ունեցող անձանց համար, իսկ ընդհանուր առմամբ օրը ես խորհուրդ կտայի չօգտագործել կարևոր ինչ-որ նախաձեռնություն սկսելու, որովհետև օրվա մեջ էներգիաները ավելի շատ բացասական ազդեցություն կարող են ունենալ, քան թե դրական։ Սրան պետք է ուշադրություն դարձնենք։ Հիմա եկեք անցնենք ամսի 25-ը։ Ամսի 25-ին մեզ մոտ
կայունություն բնութագրով օր է, օրը համարվում է շատ դրական օր, էներգիաների դասավորվածությունը բավականին լավն է, ըստ Դոնգոնգի բարենպաստ էներգիաներ ունենք և մետաղական ձիու օրն է, հա։ Մետաղական ձիու օրն է, օրը համարվում է դրական, առավել դրական ձիու տարում ծնվածների համար, օրը համարվում է դրական նաև այծի, շան և վագրի տարում ծնվածների համար, սա էլ ավելացնեմ։ Ընդհանուր առմամբ օրը նոր նախաձեռնություն սկսելու համար բավականին լավն է, ֆինանսական առումով դրական է կրակյան էլեմենտը ունեցողների համար, այնպես որ այսօրը կարող եք մաքսիմալ օգտագործել, հա, նոր նախաձեռնություններ սկսելու և ընդհանրապես կարևոր գործեր իրականացնելու համար։ Ունենք փետրվարի 26-ին նախաձեռնում բնութագրով օր, նախաձեռնում բնութագրով օր, բավականին դրական էներգիաներ, նաև սա մետաղական այծի օրն է, օրը ֆինանսական առումով դրական է կրակին էլեմենտ ունեցողների համար, իսկ ոչ կենդանակերպերի համար է օրը դրական, ուրեմն նապաստակի, ձիու, այծի և խոզի տարում ծնվածների համար օրը համարվում է դրական։ Ընդհանուր առմամբ դրական է օրը բոլոր տեսակի նախաձեռնությունների համար, բացի ուրեմն բժշկական պրոցեդուրաների, բժշկական օրինակ վիրահատության համար, վիրահատություն իրականացնելու համար օրը համարվում է անբարենպաստ, ընդհանուր, հա։ Ամսի 27-ին ունենք կործանու բնութագրով օր, ինչու, որովհետև սա ջրային կապիկի օրն է, իսկ կապիկը վագրի հետ, հա, ամսվա էներգիայի հետ բախում ունի, Դոնգոնգով ունենք անբարենպաստ էներգիաներ և ընդհանուր առմամբ օրը համարվում են փոքր էներգետիկ պասիվ, ինչ կարելի է անել, հա։ Ուրեմն օրը բարենպաստ է, եթե դուք ուզում եք խզել պայմանագիր, հա, համաձայնություն, որ ձեռք եք բերել, այսինքն պայմանավորվածությունը խզելու համար դրական օր է համարվում, օրը համարվում է դրական աղոթքի, հոգևոր պրակտիկաների համար, օրը համարվում է դրական նաև բժշկական օգնություն փնտրելու, հա, ուրեմն համար եւս դրական է։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուր, ներողություն, հող յանն է, որ կենդանակերպերի համար է դրական, առնետի, վիշապի, օձի և կապիկի տարում ծնվածների համար օրը համարվում է առավել դրական, համեմատած մյուսների։ Հիմա անցնենք առաջ, փետրվարի 28, 28-ին ունենք վտանգ բնութագրով օր, վտանգ բնութագրով օր, անբարենպաստ էներգիաներս Դոնգոնգի, սա ջրային, ուրեմն աքաղի օրն է և օրվա մեջ ունենք էներգիաների պասիվություն, կարևոր գործեր, նախաձեռնություններ սկսելու համար, այդքան էլ լավ օր չէ, օրը առավել բարենպաստ է ուղղակի, հա, ժամանակը անցկացնել, պասիվ, անել այն, ինչ որ արդեն սկսել եք, նոր գործող նախաձեռնություն չսկսել, ուրեմն ցլի, վիշապի, օձի և աքաղի տարում ծնվածների համար է համարվում դրական օր, ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը հող ինն է։ Հիմա անցնենք մարտի 1, մարտի 1-ը ըստ չինական օրացույցի հաջողություն բնութագրով օր է, հաջողություն բնութագրով օր, ընդհանուր էներգիաների դասավորվածությունը լավն է, ունենք փայտե շան, ուրեմն փայտե շանորն է և ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը մետաղյանն է, որ կենդանակերպերի համար է առավել դրական օրը։ Օրը առավել դրական է վագրի, նապաստակի, ձիու և շան տարում ծնվածների համար, այնպես որ սա նկատի ունեցեք, սա շատ կարևոր է, և մարտի 2, ներողություն, արդեն վերջացավ շաբաթը մարտի 1-ով, մարտի 2-ը մյուս անգամ կասեմ, տեսեք, ընդհանուր շաբաթվա մեջ ունենք լավ օրեր, հա, ինչպես տեսակ 3, համենայն դեպս 3 լավ օր ունենք, որը կարող եք օգտագործել կարևոր իրադարձությունների համար և սկսեք, հա, կարևոր գործերը հենց այդ օրերին, լինի դա պայմանագրի ստորագրում, բիզնեսի բացում և այլն և այլն։ Ընդհանուր առմամբ տեսեք, մենք ուրեմն հիմա գտնվում ենք խավարումների միջանցքում այս պահին ու մինչև մարտի, հա, մեկը այդ հատվածը մենք դեռ գտնվելու ենք այդ միջանցքում ու այս պարագայում նոր նախաձեռնությունների համար այդքան էլ բարենպաստ չէ ընդհանուր առմամբ։ Բայց կա մի բան, եթե մենք
միգուցե այնպիսի նախաձեռնություն է, որը չեն կարող տեղափոխել, հա։ Օրինակ, կարևոր ճանապարհորդություն է, որը հենց այս ամիս մինչև ամսվա վերջ պետք է գնանք, կամ ինչ որ պայմանագիր, որը պետք է ստորագրենք, որը չեն կարող հետաձգել եւ այլն եւ այլն, այսինքն միշտ լինում են հանգամանքներ, հա, որ մենք չենք կարող սпасել, չենք կարող հետաձգել եւ այլն։ Այս պարագայում ինչ է պետք անել։ Այս պարագայում պետք է ունենալ ռազմավարություն։ Իսկ ռազմավարությունը հետեւյալն է. նայում ենք օրվա էներգիաները, նայում ենք որ էներգիաներն են առավել ակտիվ, որ օրերն են առավել դրական, վերցնում ենք այդ օրը, նայում ենք օրը մեր կենթանակերպի հետ ինչպիսի հարաբերության մեջ է, եթե օրինակ ձեր տարվա կենթանակերպի հետ դրական է հարաբերակցությունը, այսինքն չկան բախումներ, դրական օր է ձեզ համար, ապա հենց այդ օրը մենք իրականացնում ենք այդ գործողությունը եւ ունենում ենք դրական արդյունք, հա, սա պետք է նկատի ունենալ։ Նման ձև են աշխատում բոլոր ուրեմն հայտնի, հա, բոլոր հաջողակ միլիոնատերները, միլիարդատերերը եւ այլն, որովհետեւ իրենք հասկանում են, բոլորը գիտեն օրերի կարևորությունը, էներգիաների կարևորությունը եւ կատարում են նախորոք պլանավորում ամբողջ տարվա համար։ Իսկ եթե դուք ուզում եք, որպեսզի անհատապես իմանաք, թե որ օրերն են ձեզ համար առավել բարենպաստ, որերն են ոչ բարենպաստ, հա, եւ ընդհանրապես որ օրերին կարելի է կատարել որոշակի գործողություն, օրինակ բժշկական, հա, ինչ որ պրոցեդուրա, սկսել ճանապարհորդություն կամ դիմել օգնության եւ այլն, ապա ես խորհուրդ կտամ, որպեսզի դուք ձեռք բերեք ձեզ համար անհատական օրացույց, որը հաշվարկվում է ձեր ծննդյան տվյալների հիման վրա եւ լիովին ուրեմն ներկայացնում է հենց ձեր էներգետիկ ռազմավարությունը ամբողջ տարվա ընթացքում։ Եթե կուզենաք ծանոթանալ մանրամասներին, ապա անցեք իմ կայք armensetagian.com եւ ծառայություններ բաժնում արդեն կարող եք ծանոթանալ անհատական օրացույցի պատվիրելու պայմաններին։ Այսքանը, լավ եղեք, մինչ հաջորդ շաբաթ կհանդիպենք։